Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 9-ի համար։ Բոլոր ամսվա ծնված նշանների համար 3 ասացի, որ տեսանյութ է ընկնելու, բայց գիտեի տեսանյութը գցել եմ, հեռախոսից միջից ջնջել եմ, ուրեմն այդպես էր պետք, այդ տեսանյութը պետքա չլիներ։ Բայց ուզում եմ եւս մեկ բան ասել, մինչև դուք սա նայում եք արդեն, այն տեսանյութը եւս նայած կլինեք։ Ուրեմն տեսանյութը վերաբերվում է մեկ այլ թեմայի, ընդհանուր է, այդ թեման ամեն մեկը պետք է վերցնի իրանը, կամ եթե զգում է իրանն է, շարունակի նայել, եթե ոչ, ապա չշարունակի։ Դե չնայած ինձ թվում է շատերի մոտ կան այդ հարցերը։ Որոշ տեսանյութեր կլինեն այս ալիքում, որոշ տեսանյութեր այն ալիքում։ Միգուցե որը վերաբերվում է սիրուն, տեղափոխեմ այնտեղ, որը մեկ այլ հարցերին տեղափոխեմ այստեղ։ Այդպես անեմ, ինչ որ տեսանյութեր այնտեղ լինեն, ինչ որ տեսանյութեր այստեղ լինեն։ Տարբեր թեմաներ են իրենք լինելու։ Թեմաները արդեն որոշած են, հարցերը արդեն որոշած են, եւ եթե դուք այլ եմ ասում, սա արդեն նայում եք, ուրեմն նա արդեն ալիքում է։ Այսօր եմ անելու, այսօր ընդհանուր օրվա քարտերը անելուց հետո։ Վերնագիրը փոխել եմ, գրել եմ օրվա քարտ, այդպես կարող եք գտնել։ Այսօր չնայած որ նկարները չեմ փոխում, նկարները այնպես են, ինչպես որ կան։ Ահա, եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Ահա։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 9-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև գումարի հետ կապված ինչ-որ խոչընդոտներ կան, կամ գումարը փոխանցելու, գումարը ստանալու մեջ, գումարը վճարելու մեջ, բայց հետո ամեն ինչ կարգավորվում է, այնպես որ կկարողանաք, եթե գումար եք ստանում, փոխանցում, այդ ամենը անել։ Միգուցե աշխատավարձի հետ է կապված, դե սկզբում չեք կարողանում վերցնել աշխատավարձը, հետո տալիս են։ Եվ այստեղ կարիերային պետք է ուշադրություն դարձնել, կարիերան շատ չի բարձրանում, որտեղ երկերեսանի մարդիկ կան, քիչ շփվեք, քիչ խոսեք նման մարդկանց հետ, քիչ կիսվեք, հատկապես տնօրենից եւ մնացած աշխատակիցներից, փորձեք նեյտրալ դիրք պահպանել, որովհետեւ այստեղ անմիջապես ազդում է այդ մարդը ձեր կարիերայի նվազման մեջ, այնպես որ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 9-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, նաև օրվա ընթացքում զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք եւ եթե հնարավորություն կլինի դա ավելի ընդլայնելու, շատացնելու, փորձեք այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնել։ Գումար կստանաք կամ գումար կվճարեք, այցելություն պետական հիմնարկություն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլն, եւ եւս հաջողություն ունեք ձեր բոլոր գործերում այնինչ որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 9-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, փաստաթղթերի հետ գործ կունենաք, փաթեթ կստանաք, այն ինչ որ կարևոր էր պատվիրել եք, էմոցիոնալ կլինեք օրվա ընթացքում։ Երկար սպասված եւս ոչ է տեղեկատվություն կստանաք փաթեթ կամ ոչ է փաստաթուղթ։ Գործերը առաջ կտանեք, բայց գորգռալու միջոցով, այսինքն կամ առաջ եք տանում, բայց էլի բարկանում եք, կարող է այնքան առաջ չեք տանում, որ ձեզ էր հարկավոր, կամ ոնց որ ասում են գործերը առաջ տանել, գորգռոցով եք գործերը ձեր առաջ տանում։ Բայց այդ օրը նաև կարող եք այդ լարվածությունը նաև բերել տուն եւ ընտանիքի անդամների հետ վիճել կամ իրար չհասկանալ, հնարավոր է կարիերայի հետ է կապված, հնարավոր է մեկ այլ բանի հետ է կապված, բայց ամենայն դեպս ձեր կարգավիճակը տան մեջ, հա, մի տեսակ նվազում է արդեն, այսինքն ձեր այդ վերաբերմունքից, հա, կարող են ուրիշ ձև արդեն այդ պահին ձեզ սկսեն ընկալել։ Նաև խոչընդոտներ կան այդ օրը եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 9-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը լուսավոր մի բան տեղի կունենա ձեր կյանքում, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Հեռախոսազանգ կունենաք, նաև ժամ կպայմանավորվեք ինչ-որ մեկի հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք, որ չուշանաք։ Ձեզ կարող են նաև այդ օրը փորձել մոլորեցնել, նաև դա կարող է լինել ինչ-որ մի բան այսպես փուչիկի նման պայթում է։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, հրավերք հարսանիքի, գործարք կկնքեք, նաև ընտանիքում է շատ կարևոր օր է ձեզ համար եւ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 9-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կարիերայում մի փոքր բարձրացում ունեք, առաջ խաղացում կա։ Միգուցե պատվերը շատ, միգուցե աշխատանքն են ավելացնում, դա տանվում եք ծանրութեթև եք անում ընտրության առջև, կանգնած կլինեք կտրուկ քայլ որևիցե տղամարդու հետ կապված կամ ինքն է ձեր հանդեպանում կամ դուք կամ ինչ-որ կտրուկ որոշում եք կայացնում, խոսել այդ մարդու հետ կամ եւ այլն։ Ինչ-որ անսպասելի կարող է նաեւ ինքը, ինչ-որ որոշում է կայացնում։ Ոմանք ընդում են աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան այստեղ ինչ-որ տղայի հետ հարցազրույց կունենաք, միգուցե ոչ տղա է ընդունվում ձեր մոտ աշխատանքի, ձեզ այն ինչ-որ բան է պատվիրում, իրար հետ եք սկսում աշխատել, հա ինչ-որ բան է աշխատանքի կամ սա նաև պետական աշխատող, ում կարող եք հանդիպել երիտասարդ տղա է։ Եվ այստեղ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, երկար սպասված նաև տեղեկատվություններ դա ձեզ համար, սա կամ գործարք է, որը կկնքեք, կամ նաև ամուսնության առաջարկ է, սիրո խոստովանություն է, կամ հարսանիքի հրավեր է, տանը ոչ շատ կարևոր առիթ է։ Սա ավելի շատ ինձ թվում է գործարք է կամ հարսանիքի մասին է, որտեղ դուք իմանում եք դրա մասին ավելի շատ, քան ձեզ հետ է դա կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 9-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք ունենան, հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույցի կարող եք գնալ, բայց է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որ ձեր տրամադրությունը այստեղ եւ սա է բարձրացնում, եւ սա է բարձրացումը արևը գիտեք, այսպես թե այնպես էներգիա է տալիս եւ բարձրացնում է տրամադրությունը։ Օրվա ընթացքում կհանդիպեք ոչ թե տղամարդու հետ, նա տարեց անձնավորությունը, հնարավոր է պետական աշխատող է կամ ինչ որ ոստիկան է եւ այլն, կամ ձեր հայրն է։ Դե հակառակ սեռի ներկայացուցիչը, ովքեր որ միայնակ են, սպասման մեջ եք լինելու, կսպասեք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, օձեր կան, նախանձ, բամբասանք, խոսակցություն, այդպես ուցավարի վերաբերմունք, եւ սկսում եք տատանվել, ծանրութեթև անել օրվա վերջ, եւ ընտրության առջև կարող եք նաեւ կանգնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 9-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, մտքերի մեջ կլինեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք կամ ինչ-որ բանի մասին, եւ դա էլ տրամադրությունը բարձրացնում է, օրվա ընթացքում սպասում եք ինչ-որ մեկին, նաեւ բավականին էմոցիոնալ կլինեք, պետական աշխատողի կարող եք հանդիպել, պետական հիմնարկություն կարող եք գնալ, բանկ, ուսումնական հաստատություն, հիվանդանոց եւ այլն, նաեւ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, հարցազրույցի կարող եք գնալ, կամ դե պատվերներ են, որոնք կարող եք ստանալ։ Խոսեք աշխատանքի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 9-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը երկար սպասված ոչ է նամակ կստանաք, փաստաթուղթ, մնաուր է, փաթեթ է։ Այստեղ սրանք իրարը չեն, հա, այս երկուստն իրար, մեկը չէ։ Նաև այդ օրը հույսով լցված եք, ինչ-որ մի բան, հույսնատել եք ինչ-որ մի բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա կամ հույսով սպասում եք։ Սեղանի շուրջ եք նստելու, բայց ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում, ինչ եք խմում, որովհետև այստեղ հետո կարող ձեզ վատը զգալ։ Այստեղ նաև հիվանդանոց կա։ Միգուցե սեղանի շուրջ ինչ-որ մեկն է վատը զգում, տանում են հիվանդանոց, միգուցե հղի է ծննդաբերելու ժամանակն է։ Ամենայն դեպս հետո այստեղ հիվանդանոց կա։ Դե պետական հիմնարկություն նույնպես հա կարող է գնում եք հիվանդանոց երեկոյան։ Կամ նշում եք, գուցե երեխա է ծնվել, նշում եք։ Այսքանը ձեզ համար, նույնն է պետական հիմնարկությունը կապված է հիվանդանոցի հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 9-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը առավոտյան հանդիպում կամ շփում կունենաք ոչ այդ տղամարդու հետ, տարեց անձնավորություն է, միգուցե տնօրենն է, պետական աշխատողը, ձեր հայրն է, ամուսինն է, որ մի փոքր մեծ է։ Եվ օրվա ընթացքում արդեն այդտեղ նեղվում եք, միգուցե իր հետ խոսալուց հետո եք նեղվում, երկեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, ինչ-որ SMS կստանաք, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր կանեք եւ նաեւ դա փաթեթ է, որը կարող եք ստանալ։ Իսկ երեկոյան արդեն բավականին ուրախ կլինեք, արևը ընդհանրապես քիչ է դուրս գալիս, բայց այս անգամ անընդհատ դուրս է գալիս, արևը ընդհանրապես շատ լավ է եւ ուրախ է մարդը, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի է լինում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 9-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամ եք կամ պայմանավորվում կամ պայմանավորվել եք,
Ուշադիր եղեք, որ չուշանաք, բայց այստեղ տխրում եք, միգուցե դիմացինն է ուշանում, միգուցե դուք եք իրոք ուշանում, համար ուշադիր եղեք, կամ ասում են չեն գալիս ճիշտ ժամին։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, հնարավոր է նաև մտնում են ձեր տուն, կամ առիթ է, ձեր տանը կամ պետք է գնաք եւ այնտեղ են այդ երկերեսանի մարդիկ։ Ոմանց հրավերք կտան ամուսնության, հրավերք կստանաք, դուք կհրավիրեք մարդկանց, պայմանագիր կարող եք կնքել, ամուսնության առաջարկ ստանալ կամ անել, կամ ինչ-որ գործարք է, որը կնքում եք այդ օրը, կամ ինչ-որ ցիկլային գործ է, որ մշտապես այդպես անում եք։ Եվ այստեղ ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես մինչև 3 ամիս կարող է ուշանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 9-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան հուզվում եք, գուցե նաև կարող եք արտասվել, ինչ-որ մի բան է այստեղ, օրվա ընթացքում հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, այն ինչ-որ չեք կարող անել, կարողանաք անել, եւ կարիերայի բարձրացում է այստեղ։ Ոմանք շատ աշխատանք ունենան, կամ միգուցե հենց պաշտոն են բարձրացնում, կամ որևիցե մի բան է այստեղ, հա, ինչ-որ շատ գործ է, որ աշխատում եք ինչ-որ միտեղ շատ գործ են տալիս, կամ առաջ խաղացում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 9-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան ուշադիր եղեք, կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Միգուցե մոլորեցնեն, միգուցե այդպես եւ դրանից ենթադրեք կամ դա լինի պատճառը, որ ինչ որ մի բան ձեր ձեռքից բաց թողնեք, կամ հա թվա ձեզ, որ մոլորեցնում են ձեզ։
Նաև ինչ-որ մի բան կա, պես փուչիկի նման պայթել կամ թեկուզ այդ հնարավորությունն ա, որ ոնց որ իմանում եք, որ ձեր ձեռքից դա բաց թողեցիք։ Օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, տան հետ կապված հարցերը առաջ կտանեք, միգուցե վերանորոգում է ու բուրկա է եւ այլն, ինչ որ անում եք։ Տեղափոխություն, փնտրտուք, նոր բնակարան, այդ գործերը առաջ կմղեք եւ հաջողություն կունենաք այդ հարցում։ Եթե փնտրում եք բնակարան, ոնց որ կգտնեք, եթե սա, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։